երբ որ երկիրը չի արդյունաբերականացվում, ուշ թե շուտ պետական կառավարման բեռը դառնում է անկառավարելի։ Իսկ մեզ պետք է կայուն կառավարելիություն։ Այս խնդիրները ինչի մասին եմ ասում եմ, մեկը մյուսի հետ կապ ունեն։ Իշխանականներն ինչ են ասում, կառավարության պատասխանատուները ասում են, պարտքը կառավարելի է։ Չեն խոսում նրա մասին, թե մեր տնտեսությունը ինչ կառուցվածք ունի, ինչ տոկոսային բեռ կա պետական պարտքի սպասարկման տեսանկյունից։ Համեմատվում են Ճապոնիայի հետ, համեմատվում են Գերմանիայի հետ, ասում են, տեսեք, համախառն ներքին արդյունքի 290%-ն է Ճապոնիայում, մոռանալով, թե Ճապոնիան ինչ արդյունաբերական երկիր է, ինչ արտահանման մակարդակ ունի, ինչ տոկոսային բեռ ունի պետական պարտքի սպասարկումը, էլի մարդկանց վրա համեմատության համար բերեմ, անձ, որը ունի վարկ, բայց միևնույն ժամանակ ունի եկամտի աղբյուրներ, ունի արտադրություններ, ունի բիզնեսներ տարբեր եւ ունի շատ էժան տոկոսով վարկ։ Այդ վարկը էժան տոկոսով է վերցրել բանկից, ասենք տարեկան 3%-ով։ Եվ մեկ այլ անձ, որը ունի խարխլուն բիզնես, խարխլուն եկամտի աղբյուրներ եւ ունի 24%-անոց վարկ։ Հիմա ուշ թե շուտ, այո, հիմա ուշ թե շուտ ով կփլուզվի կամ արդյոք իրավունք ունի 24%-անոց վարկ ունեցողը համեմատվելու այն մյուս սուբյեկտի հետ, որ ունի եկամուտ։ Վարկ ունենալը վատ բան չի իրականում։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, խոշոր թե միջին թե փոքր, իրենք վարկերով են աշխատում։ Եվ հարցը այդ վարկի սպասարկման բեռը տանելն է, կարող են թե չեն կարող։ Հիմա անդրադառնամ ես 300,000 աշխատատեղերին։ Այ մենք, քանի որ ցանկանում ենք, որ մեր երկրում լինի պետական պարտքի կայուն կառավարելիություն, երկրի տնտեսական կառուցվածքը լինի որակյալ, որ իր հետ կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր բազմազան, մենք սրա մասին ենք խոսում։ Եվ որտեղ պետք է ստեղծվեն այդ աշխատատեղերը։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, բայց ստիպված եմ մեկ անգամ եւս ասել, Հայաստանի Հանրապետություն ներկրվում են ավելի շատ ապրանքներ, քան արտահանվում։ 4 միլիարդ դոլարի տարբերություն կա։ Եվ այս 4 միլիարդ դոլարի մեջ կան բազմաթիվ ապրանքներ, որոնց արտադրելը, արտադրության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում շատ իրատեսական է։ Մենք նախ եւ առաջ սա նկատի ունենք, մոտավորապես 80-88,000 աշխատատեղ հենց այս արդյունաբերության ոլորտում աշխատատեղեր ստեղծելու։ Նաեւ այսօր աշխատատեղերի մեջ հաշվառված չեն գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները եւ մարդիկ իրենց բերքը չգիտեն որտեղ վաճառել, ինչպես անել։ Եթե մեկ բառով ավելի հանրամատչելի ձևով ասեմ, այո, մենք գնալու ենք արդյունաբերականացման ճանապարհով, արտադրություն պետք է կազմակերպենք Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր մեր տնտեսության կառուցվածքում մոտավորապես կեսից ավելին բաժին ենք նում առևտրի եւ ծառայությունների ոլորտին։ Առևտրի եւ ծառայությունների ոլորտներն էլ վատ բան չեն։ Ես վատ իմաստով չեմ ասում, ասենք թող զարգանա հյուրանոցային բիզնեսը, զարգանա ռեստորանային բիզնեսները եւ այլն, բայց դրանք ռիսկային ոլորտ են։ Եվ արտադրությունը եւ տնտեսության ռիսկերն ենք մենք կրճատում, եւ աշխատատեղեր ենք ստեղծում, եւ պետական պարտքը դարձնում ենք կայուն կառավարելի։ Սա է մեր մոտեցումը։ Ինչ վերաբերում է 300,000 թվին, այո, կան հաշվարկներ, մեր թիմի կողմից արված, մասնագիտական հաշվարկներ, հիմնականում արդյունաբերության ոլորտ եւ այլ ոլորտներ, եւ նաեւ տնտեսության այս ազատականացման արդյունքում մարդկանց հավատի նաեւ վերականգնման արդյունքում բազմահազար աշխատատեղեր կստեղծվեն։